Հալելույա Տեր։ Եկի քաղոտ կանենք իրար հետ կարճ։ Հալելույա Հիսուս։ Տեր ենքան շնորհակալ ենք, որ ծնվել ես մեր արքա։ Մեր համար պատիվ է Տեր, որ դու մարդկային մարմին հագար ու եկար երկիր, որպեսզի մեղքի հարցը լուծես ու մեզ փրկես Տեր։ Հայր շնորհակալ ենք, որ հասկանալով, որ շատերը չեն ընդունելու քո որդուն, ուղարկեցիր Հիսուսին, քանի որ գնահատեցիր նրանց, ովքեր ընդունելու են նրան ավելին, քան նրանց, ովքեր չեն ընդունելու Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզ։ Հայր շնորհակալ ենք, որ Հիսուսին ուղարկեցիր։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ երկիր եկար ու մեզ փրկեցիր։ Թող ծնունդդ լինի շնորհավոր մեր արքա։ Ամեն։ Ամեն։ Գիտեք, մարդիկ տարբեր ժամանակ են տոնում Հիսուսի ծնունդը։ Կարևորը որ տոնում են, հա, մեկը հունվարի 25-ին է տոնում, մեկը դեկտեմբերի 25-ին, մեկը հունվարի 5-ին, մեկը հունվարի 6-ին կամ 7-ին, մեկը ասում է չէ որ ապրիլին է Հիսուսի ծնունդը, հարևան համոզում է իրար հետ ապրիլին են տոնում երկու հոգով, կապ չունի ով երբ է տոնում, մեկը вообще ասում է չենք տոնում Հիսուսի ծնունդը, մենակ Հիսուսի մահն ենք տոնում, այդ լավ չի արդեն, հա? Կարևորը որ տոնում ենք, կարևորը որ եկեղեցին մեկտեղ է հավաքվում միասին տոնելու մեր Տիրոջ գալուստը, հա? Այդ շատ լավ է, շատ հավես է։ Ու գիտեք, երեք Աստված հետաքրքիր խոսք է տվել այս տարվա համար։ Այսօր Գեղամը երգեց այդ խոսքը, երեք Տերը տվել է, մենք ընդհանրապես չենք խոսացել ինչ երգ ընտրենք, ինչ խոսք ընտրենք, բայց մինչև խոսքին անցնելը ես շատ ժամանակ չունեմ, ուզում եմ մի քանի բան մենք նշենք, հա, մի քանի փաստ հասկանանք։ Սուրբ ծնունդը դա աշխարհն է փոխել ուտելու նվերներ տալու տոն։ Սուրբ ծնունդը Քրիստոսի ծնունդի մասին է, լավ է, սեղանն է լավ, նվերներն են լավ, բայց իր իմաստը Սուրբ ծնունդի, սա է, Սուրբ ծնունդ, Հիսուսը ծնվեց, մենք տոնում ենք Հիսուսի ծնունդը միասին, ամեն։ Երկրորդ բանը, պատկերացրեք Աստված, որ ամեն բան գիտի, ամենագետ է, ու իր ամենագիտության մեջ, քանի որ Տերը ժամանակներից դուրս է, ինքը ժամանակների մեջ չի, հա, Աստված ժամանակը մեր համար է ստեղծել, պատկերացրեք սա ժամանակն է, սա ռեսուրս է իմ ու քո համար։ Տերը ժամանակից դուրս է ու Աստծո համար ամեն բան հիմա է։ Ու Աստված հասկանալով, որ շատերը չեն ընդունելու Հիսուսին, միևնույն է ինքը ուղարկեց Հիսուսին։ Սա նշանակում է Աստված ավելի գնահատեց քեզ, որ ընդունելու ես Տիրոջը, քան կենտրոնացավ նրանց վրա, ովքեր մերժելու են։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, սիրելիներ։ Աստված Հիսուսին ուղարկել է նախորոք իմանալով, որ ես ու դու ընդունելու ենք նրան։ Որովհետև Աստծո խոսքը ասում է Աստծո գառը, որ աշխարհի ստեղծագործությունից առաջ մորթվեց։ Պողոս առաքյալը ասում է Աստված իմ մոր որովայնից ինձ ընտրեց դեռ իմ մոր որովայնից։ Ինչքան է Աստված արժևորում ինձ ու քեզ, ինչքան է Աստված արժևորում այն մարդկանց, ովքեր երբևէ ընդունել են Հիսուսին կամ պիտի ընդունեն Հիսուսին, որ չնայած այն մեծ քանակի, ովքեր մերժում են Հիսուսին, Աստված մարդ դառավ։ Ամեն։ Մենք, ես, դու կարևոր ես։ Աստված արժևորում է քեզ, Աստված կարևորում է քեզ։ Աստված քեզ թանկ է համարել, դրա համար իր ամենաթանկն է տվել քո համար։ Սա որպես նախաբան։ Եկեք գնանք Եսայի 9-րդ գլուխ։ Ես ուզում եմ
մի քանի խոսք, մի քանի հրճակում արձակեմ քո կյանքի մեջ, առաջի խոսքից են կարդալու։ Մինչև 7-ը։ Ու հետո մենք իրար հետ կաղոթենք, հետո մենք իրար հետ կունենանք էլի երկրպագության ժամանակ, հաղորդության ժամանակ, ու վերջում չշտապեք գնալ, որտեվ իրար հետ լավ շփման ժամանակ ենք ունենալու, ունդեղ լիքը հյուրասիրություն ա դրած ու հյուրասիրության ժամանակ ենք ունենալու միասին նշելու։ Գիտես, իհարկե կա գրաֆիկ, հա, ով երբ պիտի խոսա բանանի, բայց երբ որ Գեղամը հրճակում, ես չեմ ասի ինքը երգեց այդ երգը, ինքը հրճակեց այդ երգը։ Երգ կա, որ երգում են, երգ կա, որ հրճակում են։ Մոխրի փոխարեն փառք։ Իմ մեջ բան եղավ, ասի ես պիտի աղոթեմ։ Ու ես ուզում եմ, որ դու վերցնես այս, որ Տերը ինքը չի նախատեսել մոխրի վրա, դժվարության վրա, ու եթե 2025-ը քո համար որոշ բաներ եղել ա մոխիր, որոշ բաներ միգուցե վառվել ա, այս տարի Տերը քո համար այդ նույնի փոխարեն ունի փառք։ Աստծո խոսքը ասում է չես կարա կրակը ծոցումդ պահես ու չվառվես։ Չես կարա։ Միգուցե ինչ-որ բան վերցրել ես ծոցիդ մեջ ու ոպ վառվել է 2025-ում։ Ինչ-որ մեկի մոտ միգուցե մոխիրը ընտանեկան փոխհարաբերության մեջ, ինչ-որ մեկի մոտ ֆինանսների մեջ է մոխիր, ինչ-որ մեկի մոտ աշխատանքի մեջ է մոխիր, ինչ-որ մեկի մոտ ծառայության, փոխհարաբերություն, էմոցիաներ, կապ չունի։ Տերը այս տարի մոխրի տեղ փառք ա տալու քեզ։ Դու պիտի սա վերցնես հավատքով ու քո սպասումը լինի ոչ թե մոխրի, 2024-ն էլ էր մոխիր, 25-ն էլ դեքս, ոչ, կանգնացրու խաչ կաշի, ամբողջ կամուրջներ այրի ու ասա, այս տարի ես սպասում եմ Աստծուց փառք մոխրի փոխարեն։ Այս տարի ոչ թե հողու մոխրի տարի է, ոնց որ անցած ու նախանցածը մեր համար։ Այլ այս տարի շնորհքի, թագավորելու ու արդարության տարի է։ Գիտեք, հարցակում կար վերջի ու այս ծառայության վրա։ Ասեմ սիրելիներ, չգիտեմ, ես արժի ստեղից ասել, թե չէ, բայց նու կասեմ, այս տուալետները չեն աշխատում, քանի որ ջուր չկա, պիտի գնաք մանկական, մանկականը բաց է, այնտեղ տուալետ կա, որտև անցածը լույս չկար, ամբողջ թաղամասում տարեվերջան ծառայությունը չենք արել, հարցակում էր, էսի ջուր չկար, ու տղերքը, բարի սամարդու ծառայողները գիշերն են բաքսին սարքե, ստեղ ցուրտ էր, պատկերացնում եք հարցակում ծառայության վրա, բայց մենք ասենք ինչ որ ռայա չերեզնի մագու պիտի անենք ծառայությունը, դրա համար եթե մի քիչ ցուրտ է, հո արեք իրար, որ տականակ, ուրիշ բան չգիտեմ, բայց ես հավատում եմ, որ Աստծո ներկայությունը տաքացնելու է։ Պողոս առաքյալը Հռոմեացիս 5:17-ում ասում է, Ադամի մեղքի պատճառով մահը թագավորեց, ասում է, բայց նրանք, ովքեր ընդունում են արդարության պարգևն ու շնորհքի լիությունը, կյանքով կթագավորեն, չէ՞։ Այս վերջերս քայլելով խոսել եմ այդ մասին։ Վերականգնել եմ քայլելով խոսելը։ Արդարություն, շնորհք, թագավորել։ Մենք ինչ պիտի քարոզենք։ Արդարություն, շնորհք, թագավորել։ Թե մեղք, օրենք, պարտություն, հողու մոխիր։ Չէ, Պողոս առաքյալը 3 բան ասում, որ Տերը բերեց։ Արդարություն, ոչ թե մեղավորություն, ով դու մեղավոր։ Շնորհք, ոչ թե օրենք, թագավորել, ոչ թե խեղճ
ու զոհ լինել։ Սա է սպասում 2027-ում սիրելիներ։ Ու 2027-ը ինքո համար կառուցման տարի է լինելու։ Մենք կառուցելու ենք այն ինչ որ մինչև այս չենք հասցրել։ Որոշ բաներ քանդել ենք, բայց հələ չենք հասցրել կառուցենք։ Կրոնը քանդել ենք, օրենքը քանդել ենք, բայց հələ չենք հասցրել կառուցենք։ 27-ին հասցնելու ենք կառուցենք։ Ամեն 26-ն է, ես արդեն 27 եմ ասել։ Ինձ ասում են 26-ն է, 26-ը թռնում ես։ Տերը շուտով գալիս է 26-27 առաջ են գնում, հետ գնալ չկա։ Արագ գնում ենք առաջ, ժամանակները կարճ է։ Ամեն սիրելիներս։ Բայց եկեք տեսնենք լավ ինչ են կառուցելու, ինչ ունի Տերը մեր համար։ Եսայի 9:1 Արի իրար հետ քարոզենք։ Նվագում ես։ Նվագի։ Սակայն խավար չի լինի նրանց համար, որոնք նեղության մեջ էին։ Եսայի 9:1 Մի խոստմունք։ Խավար չի լինի նրանց համար, ովքեր նեղության մեջ էին։ Այս տարի միգուցե դու անցնես նեղությունով 25-ը, Տերը ասում է խավար չի լինի քո համար։ Նույնիսկ եթե նեղության մեջ ես եղել 5-ում, 6-ում խավար չի լինի քո համար։ Գիտես, ես հրճակելու եմ, դու ինչ վերցնես։ Աշխատի չկենտրոնանաս երեխեքի ձայնի վրա։ Աշխատի կենտրոնանաս խոսքի վրա, այն ինչ ունի քո համար, ամբողջը վերցրու, ամբողջը։ Ամեն։ Մենք ասում ենք թշնամուն ոչ մի սայի, մինչև հիմի ուժի մեջ է, թշնամուն ոչ մի սայի։ Սակայն խավար չի լինի նրանց համար, որոնք նեղության մեջ էին։ Անցյալ ժամանակում նա անարգեց Զաբողոնի երկիրը ու Նեփթաղիմի երկիրը, բայց գալիք ժամանակներում փառավոր պիտի դարձնի ծովի ճանապարհը, Հորդանան գետի մյուս կողմում գտնվող երկիրը, հեթանոսների Գալիլեան։ Ինչ պիտի անի, փառավոր պիտի դարձնի։ Մոխրի տեղ, փառք։ Երկրորդը, խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս տեսավ, մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։ Այն ինչ որ խավար է եղել քո կյանքում, այն ոլորտը, որը խավար է եղել քո կյանքում, Տերը լույս է ծագեցնում տեղ։ Հովիվ ջան, ֆինանսներից մեջ խավար է, այս տարի լույս սպասի։ Ժամանակից մեջ չեմ ձգում, լույս սպասի այս տարի։ Անձնական կյանքս խառնված է։ Այս տարի Տերը ունի լույս քո համար։ Գիտեք, այն ինչ որ տարիներ շարունակ մեր մոտ չի ստացվել, մեզ պահում է հավատալուն։ Ես 10 տարի սպասել եմ, որ կամուսնանամ։ Ամեն տարի հիասթափվել եմ։ Այդ ձիով տղուն եմ սպասել, չի գալի։ Հիասթափվել եմ։ Ու երբ որ հրճակվում է խոսք անձնականի վրա, քո անցյալը քեզ թույլ չի տալիս մտնես ապագա։ Թույլ մի տուր քո անցյալին, որ քեզ խանգարի գնաս առաջ։ Տերը այս տարի քո համար ունի լույս այն տեղում, որտեղ որ անցյալում խավար է եղել։ Հալելույա։ Դու բազմացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը։ Այս տարի Տերը բազմացնելու է քեզ Էլբեթել։ Այս տարի Տերը ուրախացնելու է քեզ, քո ուրախությունն ավելացնելու։ Դու կասես լավ ուրախ եկեղեցի ենք, այս տարի ավելի ուրախ ենք առաջ գնալու։ Այս տարի ավելի շատ ենք հաճելու։ Դու կասես ոնց, ընենց որ պիտի դալիճ փոխենք։ Ամեն։ Հալելույա։ Ով է երազում։ Մենք իրականում շատ շնորհակալ ենք Բարիս Ամարացի եկեղեցուն։ Այն ինչ որ ալիք ենք անում են մեր համար մեծ օրհնություն է։ Բայց կենթանի առողջ մարմինը ինքը ինչ պիտի անի, պիտի աճի։
պիտի աճի, ուզի, չուզի պիտի աճի, ամեն, հալելույա, դու բազմացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը, նրանք ուրախանում են քո առաջ, ինչպես մարդիկ ուրախանում են հունձքի ժամանակ և ցնծում ավար բաժանելուց, ինչ է լինելու, հունձքի ժամանակ է լինելու, այնպիսի ուրախություն է լինելու, ինչպիսի ուրախությամբ մարդիկ ուրախանում են հունձքի ժամանակ, գիտեք, մեր համար մի քիչ դժվար է հասկանանք երևանցիքին հունձքի ժամանակը որն է, բա են կհասկանա, Վարդանը մի քիչ կհասկանա, Էշմիածինցիք, վեդեցիք, բայց երևանցիք դե որն է հունձքի ժամանակը, դա առատության ժամանակն է, դա այն ժամանակն է, երբ որ արդեն ամեն ինչ պատրաստ է, ամեն, էդի աշխատավարձ ստանալու ժամանակն է, էդի բիզնեսի եկամուտ վերցնելու ժամանակն է, էդի եկեղեցու աճի ժամանակն է, չէ, դու նույն ուրախությունը չունես աշխատավարձը ստանալու օրը ու վերջանալու օրը, մի քիչ ուրախությունը տել է հետը վերջանում, ու Տեր ասում է կլինի ուրախություն հունձքի հավաքելու ժամանակի պես, որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողի իշխանության ցուպը կոտրեցիր ինչպես Մադիամի օրերին, միգուցե դու այսօր եկել ես այդ ծանր լուծով ու մեջքիդ գավազանով, միգուցե դու այսօր եկել ես ծանրությամբ, միգուցե այդ գավազանը մեջքիդ, որ թշնամին դրել է, դա կարա ներսից լինի, դա կարա տրտմություն լինի, դա կարա նեղվածություն լինի, դա կարա վիրավորանք լինի, դա կարա չիրականացած հույս լինի, դա կարա ամբողջ տարվա սպասում լինի, որը չիրականացավ, Աստված ասում է, որ Տերը կոտրեց այդ ցուպը, կոտրեց այդ գավազանը ու առջևում մենք ունենք այդ հարցերի լուծումը։ Գիտես, երբեմն դու գալիս ես այդ նեղվածությամբ ուզում ես ինչ-որ մեկին բռնես իր հետ կիսվես, բայց այդ չի աշխատում։ Սովորական մարդը կապ չունի ինքը բեմից ես կոմա թե ընկոմ։ Ինքը չի կարա քեզ օգնի։ Կան հարցեր, որ ես քեզ չեմ կարա օգնեմ, Վարդանը քեզ չի կարա օգնի, Գեղամը քեզ չի կարա օգնի, մեր ծառայողները, տեսակ նախարարներին մեր, հա? Արսենը Բարգավաճ եկեղեցի կուսակցության նախագահն էր, Արտուրն էլ հոգևոր եկեղեցի կուսակցության արտաքին գործերի նախարարներ, տեսակ? Իրանք չեն կարա ձեզ օգնեն շատ հարցերում, որտև քո հարցը Տիրոջ հետ է։ Ու ամենալավ տեղը, որտեղ դու կարաս այդ բեռնավորված այդ ծանրությունով գաս, ու այդ Աստծուն տված դատարկ Աստծուց խոսք վերցրած գնաս, դա Աստծու տունն է։ Դա այն եկեղեցին է, որտեղ դու լսում ես խոսք, որը որ քեզ աճեցնում ու բարձրացնում է։ Դրա համար այսօր բաց մի թող այդ ժամանակը, վերցրա, տուր Աստծուն այդ հոգսերը, տուր Աստծուն այդ ծանրությունները, ու ստեղից գնա ազատ։ Հալելույա, ես քո տեղը լինեի ամեն կասել։ Որտև ամեն կողիկ, որ դոպել է ռազմադաշտում և արյունաթաթախ հագուստը պիտի կրակը նետվի և հրո ճարակ դառնա։ Այսինքն պատերազմ չի լինելու, վերջ։ Ամեն արյունոտ կոշիկ, ամեն պատերազմի շոր 2026-ին կրակն է նետվելու։ Թող ամեն պատերազմ կանգնի։ Տեր Հիսուսը, երբ որ խոսում էր վերջին օրերի մասին, ինքը ասում էր ազգ ազգի դեմ դուրս կգա։ Ինչ պիտի անի եկեղեցին, պիտի կանգնի աղոթի ու հռչակի են, ինչ որ Աստծու կամքն է։ Բայց Տերը չէր ասում եկեղեցի եկեղեցու դեմ դուրս կգա։ Տերը չէր ասում հարանվանության դեմ դուրս կգա, ուսմունքի դեմ, միության դեմ, հովի դեմ, եկեղեցու ծառայող մյուս ծառայողի դեմ, մի խումբ մյուսի դեմ, Տերը այդպիսի բան չի ասել։ Արքայությունը ինքը մի մարմին է, սիրելիներ, ու մենք ունենք մի արքա։ Արքայությունը բաժանված չի, մենք ունենք մի արքա, ով բոլորիս է տանում։ Այնպես որ 2026-ը
այդ պատերազմական հագուստները ու կոշիկները թոթափելու ժամանակը։ Հալելույա։ Ինձ ասում են, որ քո ժամանակը վերջացել է։ Ինչի։ 6-րդ խոսք։ Ինչի, որովհետև մեզ մի մանուկ ծնվեց։ Ինչի էս ամենը կլինի, որովհետև մեզ մի որդի տրվեց։ Եվ իշխանությունը իր ուսերի վրա կլինի, ով կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենության հայր ու խաղաղության իշխան։ Ես ուզում եմ այսօր այս խոսքը, քանի որ շատ ժամանակ չունեմ, հակառակը նայենք, որտև մեզ ոչ թե մի իշխան ծնվեց, այլ մանուկ։ Աստված մանուկ դարձավ։ Ծնվեց Մսուրում ու ինքը ուզում է, որ ես ու դու լինենք այդպիսին։ Մեզ մի որդի տրվեց, ոչ թե ծառա տրվեց, այլ որդի տրվեց։ Եվ իշխանությունը իր ուսերին կլինի, այսինքն ինքը զորավոր է, ոչ թե անզոր մեկն է։ Եվ նա կկոչվի սքանչելի խորհրդական։ Մեր հայրենում Արարատում ստորակետներով է բաժանված, բայց բնագրում գրած է ոչ թե սքանչելի խորհրդական, այլ սքանչելի խորհրդական։ Նա կլինի մեկ, ով սքանչելի խորհուրդներ է տալիս։ Ու եթե դու խորհրդի կարիք ունես, դու պիտի իր մոտ գնաս, իր անունը Հիսուս է։ Նա մեկն է, ով հզոր Աստված է, ոչ թե անզոր Աստված է, որ չի կարող քո իրավիճակներին լուծում տա, այլ հզոր Աստված է քո փոքր իրավիճակները փոխելու համար։ Հարցն է, թե դու ինչպես ես վերաբերվում քո խնդիրներին ու քո Աստծուն։ Հավիտենության հայր, ոչ թե ժամանակավոր հայր ու խորթ հայր, այլ հավիտենության հայր։ Նա հայրը քո համար հավիտենության մեջ, դա հավիտյան է, դա չի փոխվում, ու խաղաղության իշխան։ Մուհամեդը ինքը խաղաղության իշխան չէր, ինքը պատերազմ բերեց, Հիսուսը խաղաղություն բերեց։ Ոչ մի պատերազմ իրանից ինքը մարգարեացավ, որ կլինեն պատերազմներ, բայց դա ինքը չի անում։ Ես ուզում եմ այսօր մենք վերցնենք այն ամենը, ինչ որ Տերը բերեց իր ծնունդով, այն խաղաղությունը, այն իշխանությունը, շնորհքը, արդարությունը, թագավորելու դիրքը, որը որ Տերը բերեց իր ծնունդով, մենք այսօր լինենք մարդիկ, ովքեր կվերցնենք։ Ամեն։ Ու չմոռանանք, որ 26-ը, էլի ուզում եմ ասել 27, սա կառուցման տարի է մեր համար։ Եկեղեցի, մենք իրար հետ ենք կառուցելու։ Այն որ վերջում շարքով կանգնած կամ նստած եք, մենք ստեղ չենք կառուցելու, դուք տեղից նայեք։ Մենք իրար հետ ենք կառուցելու։ Թև ու թիկունք, ամեն մեկս մեր քարը դնելով, ամեն մեկս մեր գործը անելով, որտև ամեն մեկդ որ նստած եք պարգևեք։ Ու եթե դու ուրիշ եկեղեցուց ես, ճիշտն ասած չկա ուրիշ եկեղեցի, կամ մի եկեղեցի Քրիստոսի մարմինը։ Մենք էլի միասին ենք կառուցելու, դուք ձեր տեղում, մենք ստեղ։ Ամեն։ Այնպես որ ինչ ենք անում, թևերներս կշտում ենք, որ կառուցենք։ Հալելույա։ Ամեն։ Աղոթենք իրար հետ, աղոթենք Վարդան ջան, արի, համարի համ մենք աղոթենք։ Աղոթենք ու հրավիրենք Վարդան աղբորը, որ ինքը մեզ հաղորդություն տա։ Ամեն։ Հալելույա Տեր։ Հիսուս, մենք շնորհակալ ենք քեզ, այն ամենի համար ինչ արել ես ու անում ես։ Շնորհակալ ենք, որ ծնվեցիր Տեր, բերելով խաղաղություն Տեր։ Շնորհակալ ենք, որ ամեն պատերազմի կոշիկներ ու հագուստներ մնաց այս տարվա մեջ այրվելու Տեր։ Շնորհակալ ենք, որ մեզ փառք ես տալիս մոխրի փոխարեն, հաղթանակ պարտությունների համար, ամեն նեղացկոտության ցուպ դու քանդում ես, ամեն նեղություն տվողի դու արգելում ես, որպեսզի այս տարին դու մեր հետ քայլես հաղթանակների մեջ Տեր։ Մենք օրհնում ենք, ես օրհնում եմ ամեն մեկին Տեր, քո ժողովրդին, քո եկեղեցին 2026-ում հաղթանակի մեջ Տեր, որպեսզի քայլենք միասին կառուցելու քո արքայությունը, քո գործ անելու ու քո անունը փառավորելու։ Հիսուսի փառավոր անունով ենք աղոթում, Հայր։ Ամեն։